Առավոտ շուտ վերածնունդ հուշարձանի մոտ գլուխը խոնարհած կանգնել էր պատկառելի տարիքով պապիկը։ 84-ամյա Հակոբ Փելվաջյանը դողդոջուն քայլերով մոտեցավ հուշարձանին։ Մի պահ կանգ առավ, ծաղիկներ դրեց, հետո խաչակնկվեց։ Ես իմ պապերի գերեզմանին եմ եկել։ Մոռանալ հնարավոր չէ։ Կարելի է զսպվել, կարելի է համբերել։ Շատ անգամներ է իմ մեջ հարցահաճացել։ Ինչու է, որ մենք մինչև հիմա կանք։ Հակոբ պապը մեծ եղեռնից Սարսափը տեսած մեծ գերդաստանից մի ճյուղն է միայն, որը կենդանի է մնացել, հաշտ չէ պատմության հետ, այս թեման ալեկոծում է հոգին, միշտ է մտքերով կռիվ տալիս իջու համագերվում իրողության հետ։ Դա ի վերջո մեր ազգի ճակատագիրն է եղել։ Ամբողջ խնդիրը այլ բանի մեջ է։ Ինչու։ Ես դրա պատասխանը չունեմ։ Այս խոհերով հեռացավ տարածքից, արդեն 11 տարի է ապրիլի 24-ին Բագրատունյաց պուրակի վերածնունդ հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարհում շարքային քաղաքացիները, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Հուշարձանը նվիրված է ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Հեղինակը քանդակագործ Ֆրիդ Սողոյանն է։ Քանդակում ձեռքերում պահած խաչը քրիստոնեություն է։ Երկու ձեռքերը Սփյուռքն ու Հայաստանն են, որ համախմբվել են հավատքի շուրջ ու պահպանում այն, որպես վերածնվող կյանքի նոր սկիզբ։ Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչների համար հիշատակի հարգանքի ուխտատեղի է Ջաջուր գյուղից 3 կիլոմետր հեռու գտնվող Հերերի ձորը, որը տեղի բնակիչներն անվանում են Ջարդի ձոր։ Առավոտից երկու մարզերի բնակիչները երթով, խմբերով գալիս էին Հերերի ձոր։ Իմ երկու պապերը անձամբ իմ երկու պապերը զոհ են գնացել, մեկը հարսում, մեկը մուշում։ Սա մոռանալ չի կարելի, հնարավոր չէ մոռանալու բան չի սա։ Ես իմ թորնիկներից արդեն փոխանցել եմ, զավակներից փոխանցել եմ եւ հույսով եմ դա կշարունակվի, դարերով կշարունակվի։ Տարեր էլ անցնի, ինչքան էլ անցնի, մոռանալ հնարավոր չէ։ Սերունդ է սերունդ, փոխանցելն էլ էս է, որ մեր երիտասարդությունը երբևիցե չմոռանա ցկտի, պահե հայրենիքը, ինչքան հնարավոր է, ուժեղանը։ Երբ կա ճանապարհ, ճանապարհի առջևում միշտ պետք է լինի լույս, որը պետք է տանի ճիշտ ուղիով, որբեսի չմոլորվենք, որբեսի հիշենք։ Այ ուսուցիչները այն լուսատուներն են, որոնք պարտավոր է եւ պետք է տանեն, ստանձնում են առաքելությունը լինելու այն լուսատուները, որոնք կկրեն մեր գենը, մեր հիշողությունը եւ այդ գենի եւ այդ լուսավորության շնորհիվ այլևս մենք չենք ունենա այս ողբերգությունը։ Թեև մենք փոքր ենք, բայց մենք ինքներս մեր ուսուցիչների շնորհիվ այդ գաղափարը կրում ենք մեր մեջ եւ պետք է երբեք կյանքում չմոռանալ։ Խորունգ ձորի ժայռերը լուռ են, դեռ չկանաչած, պատմական վկայություններն են խոսում այն մասին, որ հենց այս տարածքում հայերի զանգվածային ջարդեր են իրականացվել 1918-ից 21 թվականներին։ Կոտորածի են ենթարկվել Ալեկփոլի եւ Ղարաքիլիսայի գավառների 51 գյուղերի 12000 բնակիչներ։ Հարակից գյուղերում բնակություն էին հաստատել 1915 թվին Արևմտյան Հայաստանից գաղթած հայ ընտանիքները։ Շիրակի եւ Լոռու մարզերից եկած մարդիկ չեն մոռանում այն պատմությունները, որոնք իրենց են հասել արյունակիցների, պապերի միջոցով։ Դե երեխեքը պետք է իմանան մեր պատմությունը, այս հայոց չարտը, որ եղել է մեր պատմության մեջ, երեխաները պետք է իմանան այդ ամեն ինչի մասին։ Մեր անցած յուրաքանչյուր դառնության, պատմության էջը մեր զավակները պետք է տեղյակ եղնին ու իրանց տուրկը, իրանց հարգանքը տան մեր նահատակներին անմեղ։ Երեխեն հասկանա, թե մեր հայ ժողովուրդը ինչ պատմություն է ունեցել, ու ինչ պատմության, ու ինչ տանջանքների, չարչարանքների շնորհիվ մինչև այսօր գոյատևում է։ Թող հասկանան բոլոր երեխաները։ Ոստոն գիտենա, ուր ենք եկել եւ ինչ ենք անելու։ Ժամանակին պետք է սովորացնել երեխաներին։ Այս պատմությունները չեն մոռացվում, փոխանցվում են սերնդեսերունդ, դրանք վավերագրություններում են նաև։ Վանաձորի թիվ 15 դպրոցի աշակերտներն առաջին անգամ էին Հերերի ձորում։ Տեղանքը ծանոթ չէր, բայց մեկ դար առաջ կատարված դեպքերի մասին ընտանիքում դպրոցում լսել են։ Մենք Վանաձորից ենք եկել ենք Ջարդի ձոր ու գիտենք Ջարդի ձորից օրինակ, որ Հայաստանը միակ վայրն է, որտեղ եղել է ցեղասպանություն։ Գիտենք, որ այն վախտերին ստեյց մարդկանց են գցել, տենց արունն է սա տենց եղել, անձրևի պես տենց իջել է։ Մեծ ու փոքր ծաղիկներ էին խոնարհում Ջարդի ձորում տեղադրված հուշակոթողին։ Պետական կառույցների տարբեր ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկի պսակներ էին դնում, շեշտելով կարևորը։
որ բոլորը պատմության մեծագույն ոճրագործությունը չմոռանալու եւ դասեր քաղելու պատասխանատվության կրողն են։ Այս էջը մեր պատմությունից հնարավոր չէ ճնճել, այս մեր ինքնության մեջ է, մեր պատմության մաս է, ողբերգական մասերից մեկն է, ինչ կանել խոսեն ու ասեն անհնար է, տարերով գնալու է, այս էջը երբևիցե չի ճնջվելու մեր պատմության, մեր հիշողությունների մեջ, բայց ամենակարևորը այս պատմությունից դասեր քաղելն է ու հասկանալ, թե ինչի համար է տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել եւ ինչ պիտի անենք մենք, որ երբևիցե նման ցեղասպանություններ տեղի չունենան։ Միտքը մեկն է, հիշում ենք եւ պահանջում ենք, դա է։ Մենք միշտ պետք է հիշենք եւ պահանջատեր լինենք։ Ուրիշ բան չկա, դա մեր ազգի հետ է եղել, ուրիշ ազգերը ինչ կերպ ուզում են ներկայացնեն, միջազգային հանրությունը ինչ կերպ կուզեն ներկայացնել, դա մեր ցավն է, մեր վիշտն է, մենք հիշելու ենք եւ պահանջատեր ենք լինելու։ Ներկա սերունդը պետք է կարևորի ցեղասպանության դասերը, կարևորի ցեղասպանության պատճառները եւ հետևանքները։ Ըստ էության մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել ժամանակին տեղի ունեցածը եւ այսօր ամբողջ մարդկությունը պետք է ոչ միայն դասեր քաղի, պետք է այնպիսի քայլեր իրականացնի, որ նման ցեղասպանություններ չկրկնվեն։ Իսկ բնության օրինաչափությունը չխախտվեց նաև այս տարի։ Ամեն ապրիլի 24-ի Ջարդի ձորում ձնախառն անձրևում է, բայց դեպի ձոր մարդկանց հոսքը չի դադարում։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։